Գիտեք, այս բոլորի գողքին ձեր առաջնորդած կուսակցությունը շանսեր ունի ընտրություններուն ինչ որ դրական արդյունքներով դուրս գալ։ Մանավանդ շատ խոսվեցավ ձեր միացումը հավանական մերձևովին, այսինքն Արաբեդյաններուն։ Գա այդպիսի բան, այդպիսի մդորում։ Տեսեք, պետք է մեկի հետ չխառնենք այն իմաստով, որ երբ որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, կալանավորվել է, մենք առաջիններից ենք եղել, որ քաղաքական եւ իրավական գնահատականներ ենք տվել, մեր միջազգային գործընկերներին Եվրոպական միությունում, այլ տեղերում իրազեկել ենք այս ոտնահարման մասին, թե Միքայել Սրբազանի գործով, թե Սամվել Կարապետյանի գործով։ Եվ այս իմաստով մենք զուտ մեր պարտն ենք համարել, որ ասենք, որ կա բանտարկյալ, կա պրոցեսները ժողովուրդ Բագրատ Սրբազանի գծով։ Բագրատ Սրբազանի մասով մի քիչ այլ էր մոտեցումը, բայց հետո երբ որ բարձեց այդ կեղծիքը, նաև Բագրատ Սրբազանի մասով ենք ասում։ Հիմա իմ ասածս հետեւյալն է, որ դա մի մասա, ինչ վերաբերում է մեծ բևեր դառնալուն, կոալիցիոն գործընկեր դառնալուն, կամ մեկ ուժով մասնակցելուն, կամ իր այդ մասնակցելուն, այդ մասով մենք բանակցություններ չունենք։ Քննարկվել է մամուլում մեր մասով, Հայ ազգային կոնգրեսի մասով, բայց բանակցություններ կոնկրետ այս բանին չունենք։ Ինչ վերաբերում է մեր առանձին վերցրած պոտենցիալին, նայեք, որոշակի ինչ որ հարցումներ կան, որ մենք այս պահին մեկնարկային, որ ասենք ոչ մի բան չենք արել նախընտրական, մենք ունենք մոտավորապես 2%-ի կարգի ձայն։ Հիմա մենք կարող ենք մտածել եւ իրավունք ունենք մտածելու, որ եթե չի ստացվում միասնական բևեռը ձևավորել, մենք գնանք փորձենք մեր ձայներով, մեր ունեցած ձայնին գումարած քարոզարշավով ձայն ավելացնենք եւ մտնենք պարլամենտ եւ պարլամենտում լինենք դերակատար ապագա վարչապետի ընտրության գործում։ Սա էլ է ծրագիր։ Բայց մենք փորձում ենք ավելի մեծ բանի դաշտը մղել։ Հիմա այստեղ հարց է առաջանում։ Եթե բոլորը դիմադրում են այդ մեծ բանի լինելուն, չեն ուզում, այդ մեծ բանը չի լինում։ Ինչ պետքա մենք անենք։ Մենք պետքա ձեռներս ծալենք եւ նստենք նայենք տենանք ինչ են անում իրանք, թե պետքա մենք էլ մեր անելիքը այդ իմաստով անենք։ Սա քննարկման հարց է, բայց քանի դեռ մենք չենք սպառել առաջին հատվածը, ես դեռ տեսնում եմ հնարավորություն եւ հույս, որ կարող ենք սրան հասնել, մենք դեռևս չենք պնդում մեր առանձին պրոցեսների մասնակցությունը, որովհետև այդ առանձին պրոցեսների մասնակցությունը դա միշտ կա, դա բարդ չի դա անելը, բարդա բոլորին համախմբելը, բարդ չի առանձին մտնել պրոցեսի մեջ։ Նաև ես պնդում եմ, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձին են մասնակցել ընտրություններին, անկախ նրանից նրանք իրար հետ ինչ կպայմանավորվեն ընտրությունների ընթացքում, ցանկացած ուժ ինքը մրցակից ուժ է։ Հիմա պատկերացնենք Լուսավոր Հայաստանը առանձին մասնակցում է։ Ես ինձ պատկերացնում եմ, ես առանձին մասնակցում։ Բոլոր process-ի մասնակից ուժերին ես դիտարկում եմ որպես մրցակից ուժեր։ Հետևաբար, ես ամեն ինչ անելու եմ, որ բոլորից ավելի լավ հանդես գամ, անկախ նրանից ռեսուրսների տարբերություններին, եւ ամեն ինչ անելու եմ, որ բոլորի թույլ տված սխալները իօգուտ ինձ օգտագործեմ, եւ ամեն ինչ անելու եմ, որ ես լինեմ ավելի շատ, քան մյուսները։ Հետևաբար, հետ գալով բազմաթիվ բևեռներով մասնակցությանը, ես պնդում եմ, որ այդ բազմաթիվ բևեռները քարոզարշավի ընթացքում իրար հարվածելու են։ Իրար խանգարել։ Ինչ էլ արվի։ Ինչ էլ արվի, ոնց ուզում է պայմանավորվեք, հասկանաք, մրցակցությունը դա մրցակցություն է։ Հիմա կարող է ես եւ դուք ստեր իրար հետ լավ պայմանավորվենք, բայց Վանաձորի մեր ակտիվը եւ Վանաձորի ձեր ակտիվը այնց խորը մրցակցության մեջ գլուխ կոդրեն։ Այո, դրա համար եմ ես նաեւ պնդում, որ այդ դերասանական հիմնավորումները թող չբերեն առաջ, որովհետև եթե մրցակցությունն է, կներեք, ես չեմ կարծում, որ հենց հիմա քաղաքական դաշտում, քաղաքական պատրաստվածության հենց մի հատ քաղաքական գործիչ կա, որ կարող է ինձ հետ անձամբ ինձ հետ մրցակցել, քաղաքական։ Միքայել Սրբազանը բնականաբար այլ դաշտի ուրիշ լեվելի է։ Այսինքն եթե դուք մտածում եք, որ քաղաքական ուզում եք գալստուկով մարդկանցով կռվել, համեցեք։ Հա, բռնվեք գալիս ենք։ Ուզում եմ ասեմ, շատ անկեղծ եմ էլի խոսում։ Ուզում եմ ավելի անկեղծ զրույց ենք։ Հա, ուզում եմ ավելի բարձր շահը ցույց տամ։ Ավելի բարձր շահը։ Որտեղ մեր վիճակը խոցելի է, ձեր մեկնագետը այդ է, մեր երկրի վիճակը շատ խոցելի է, վիրավոր է։ Որովհետև տեսեք էլի, մարդիկ շատերը պնդում են, որ դե հա լավ կլինի, դե բենզինը էժան կառնենք, դե հեսա ուրիշ ապրանքներ էժան կգա, ասենք 200 դրամ էս կոմ, 100 դրամ են կոմ բան, ինչ որ ներդրումներ կգան,
դե չեն կրակի, այդ ամբողջ այդ բոլոր խոսակցությունները ես ուզում եմ այդտեղ հարց բարձրացնել, էլի, որ նկատի ունեն, որ այս կլինի, այն կլինի, նկատի ունեն ում համար։ Ես ուզում եմ հասկանամ Հայաստանի Հանրապետությունը մնալու է որպես հայ ժողովրդի ամբողջ հայության միակ ազգային պետություն։ Վերջին հաշվով ազգային պետությունները ծնվել են 18-րդ դարում, 19 դեռ թագավորություններից դեպի գնացել ազգային պետություններ, մենք սովորական եվրոպական մոդելի ազգային պետություն ենք։ Եվ ունենք մեր պատմությունը շատ խորը, բարդ եւ անցած ճանապարհը, որը ամփոփում է մեր 200 տարվա ինքնության բոլոր մարտահրավերները։ Հիմա եթե մենք կարող ենք ադրբեջանցիների հետ Հայաստանում ապրել, եթե դա հնարավոր է, ուրեմն դա պետք է հնարավոր լինել Ղարաբաղում։ Եթե դա հնարավոր չի եղել Ղարաբաղում, եւ մենք թողել ենք Ղարաբաղը եւ մազապուր դուրս եկել այդ Ղարաբաղից, նույն բանը կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Հիմա այդ որ ուզում են ասեն լավ է լինելու համար, ովքեր են ստեղ ապրելու, ես այդ հարցը ունեմ։ Ես չեմ մարդկանց խոստանում, որ մարզերում լողավազաններ են կառուցելու, որովհետև դեռ դրա ժամանակը դա առաջնային հարց չի։ Ես ուզում եմ մարդկանց խոստանամ, որ այս երկիրը հայերինն է լինելու։ Հետո լողավազաններ հայերը ունենան լողան, որովհետև եթե մենք փորձում ենք երկրորդական հարցը բերել առաջնային դաշտ, կամ ասենք բոլոր գյուղերում, որտեղ ասենք 20 աշակերտ կա, մենք կառուցենք 600 օքանոց դպրոցներ, ասենք ում հույսով ենք դա կառուցում, որ ովքեր են գալու այդ դպրոցներում գնան դպրոց, Գլենդեյլի, Լոս Անջելեսի հայերը ուզում են գնան այդ գյուղերում դպրոց, ուզում են գան, թե ուզում են գան քննարկենք այդ հարցը, թե այդ դպրոցները կարող է օգտագործվեն այլ նպատակներով։ Ես լավ գիտեմ, որ մի հատ գյուղ էլ ստեղ Փաշինյանը բերի բնակեցնի ադրբեջանցիներով, կողքի ամբողջ տարածքը դատարկվելու է։ Հայ չի մնալու։ Եվ եթե հայերը կարային մնել, կա այդ ռիսկը, բայց բստաբար բերելու են։ Եթե իրանք վեր ընտրվեն, ադրբեջանցիները գալու են ստեղ ապրեն, թե կասկած մի գրամ չունենակ։ Մեր ռազմավարական ճանապարհները տրվելու են Ադրբեջանին։ Այդտեղ զորքեր են տեղակայվելու, այդտեղ ադրբեջանական համայնք է գալու ապրի։ Ոնց եկելի պատկերացնում իրար հետ ապրելը։ Եթե մեկը պնդուի, որ ինքը պատկերացնում է, ես օրինակ ունեմ։ Խի Ղարաբաղում չեք կարեցի ապրեք, դե ապրեի Ղարաբաղում։ Խի չեք կարողացի ապրել։ Խիան են եղել, որ սաղ դուրս գան Հայաստան, որտեղ անհնար է եղել ապրելը։ Այդտեղ ուրիշ բան են ասել են դե իրանց կանոնները դա կանոնն, ալի ձեզ ով ասել, որ իրանք գանստեղ դուք ձեր կանոններով եք իրանց հետ ապրել։ Ով է ձեզ դա ասել։ Եվ որ դուք խաղաղության մրցանակ եք ստանում Շարլ Միշելի ձեռքից, որ իբր թե խաղաղություն ենք բերել եւ այդ մրցանակն է։ Հաջորդ հարցինի պատասխան, որ ադրբեջանցիները գալիս են ստե ապրեն։ Ինչ փաստարկով եք ասելու չէ։ Ախպեր բենզին առնում եք, հա։ Իրանց մոտից ցորեն բերում եք, հա։ Իրար հետ արդեն ամեն հանդիպմանը շնորհակալություն կեցեք դուք բան։ Հանրապետության նախագահը Դավոսում ինչ որ Ալիևին շնորհակալություն ասի այսօր։ Ինչի ասում, ինչ շնորհակալ է ուզում, խեք գցնում, ինչ եք ուզում։ Այս ազգի նվաստացման առաջամարտիկները խեք դուք դարձել։ Եվ իրանք երբ որ դրանց ասում են, իրանք ասում են մի րոպե։ Biz մենք չենք ապեն նվաստը։ Այնա բենզին ենք բերել, բախի սաղ գնացին առան։ Սաղը տելետ եք։ Իրանք ուզում են ասեն բոլորը տելետ եք։ Ես չեմ տեսնում մեր ազգային պետության պահպանությունը այն ճանապարհով, որով որ այս իշխանությունը տանում է։ Հետևաբար, որ ինչ որ մեկը ուզում է իր գույքը պաշտպանի, ինչ որ մեկը ուզում է իր կալանքի տակ դրած վաշվե համարի հարցը կարգավորի, ինչ որ մեկն ուրիշ բան, այդ հարցերը երկրորդական, չորրորդական հարցեր են իմ համար։ Պետք է որոշվի, այս պետությունը հայերինն է մնում, թե հայերին չի մնում, ես ենք քննարկում։ Այնտեղ ամերիկացիների հովանավորությամբ է, դա Եվրոմիության հովանավորությամբ է, ռուսների է, չինացիների է, թե ճապոնացիների է, դա էլ է միացնի ուրիշ հարց է, էլի, դա ուրիշ հարց է։ Հայերը ստեղ ապրելու են, թե չէ։ Ինչ այլընտրանք է այս վիճակին, ինչպես թիմադրել։ Նաև նույն վախը ունիք Թուրքիայեն, ադի ուզեի հարցնել։ Նայեք, այն որ ասում են հարաբերություններ կարգավորել բանման, չէ։ Բոլորը կանգնած ասում են, մենք դեմ չենք, մենք օքեյ ենք, մենք ենք ուզում խաղաղություն, բան։ Նախ այլևս պատերազմի լինելու որևէ հենք, որևէ բան գոյություն չունի։ Պատճառ չկա։ Այս մեկ։ Երկրորդը շատ կարևոր հանգամանք կա, երբ որ ասում են մենք Թուրքիայի սահմանը բացենք, լավ կապրենք արդեն բանման, շատ ուռճացված կոդեր կան մեր գլուխներում դրված։ Ես օրինակներով կարող եմ խոսել։ Տնտեսագետ չեմ, բայց օրինակով ասեմ։ Հիմա Վրաստանի ամբողջ տնտեսությունը բաց է, հենց հիմա միշտ է եղել, հա, եւ հələ դեռ Ռուսաստանի հարաբերությունները վատթանալուց հետո էլ անգամ, դա ինձ առաջ էլ ծով ունեն, տրանզիտ են իրանք, անգամ Ռուսաստանի հարաբերությունների վատթանալուց հետո էլ իրանք շարունակում են մնալ տրանզիտ։
մեր բոլորի համար եւ օգտվել են նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տրանզիտը լինելու արդյունքում։ Հիմա վերցնեն թող Վրաստանի հնան նայեն, գնան վրացական կյանքը ուսումնասիրեն ու Հայաստանի հնան նայեն։ Ինչքան է տարբերությունները։ Հասկանաք, ուռճացված բաներ կա մեր գլխի մեջ մտցրած, էլի, որ այ մենք, այ ախր բան, այ որ Թուրքիայի սահմանը բաց է, փագա, դա կոնֆլիկտացին է, դա կբերի պատ։ Այդ սահմանը դուք չեք փագել։ Իրանք են փագել։ Իրանք որոշեն, բացեն, կբացեն։ Պետք չի դրա համար գնալ զիջումների։ Պետք չի դրա համար քո ինքնությունը ուրանալ։ Վերջին աշխով ցանկացած թշնամի կամ ցանկացած մրցակից հակառակորդ։ Իրան մրցակցին հարգում է այն դեպքում, որ տեսնում որ մրցակիցը ինքն իրան է հարգում։ Ինքը ունի ինքնասիրություն, ինքը ունի ինչ-որ սկզբունքներ, ինչ-որ կարմիր գծեր, ինչ-որ բաներ ունի, ինչ-որ հենք ունի, ողնաշար ունի, արժեքներ ունի։ Հիմա եթե դու գնացեք կանգնել ես մեկ դեմները, ասում ես ախպեր, ոչ մի արժեք չունենք, ոչ մի պրինցիպ չունենք։ Ինչ ասել ենք, երեք այսօր դրա տոտալ հակառակը կարանք մենք նույն մարդկանցով ասենք, հա։ Ասենք եթե նույն մարդիկ ասել են Արցախը Հայաստան է, վերջ, նույն մարդիկ ասում են Արցախը Ադրբեջանը է, վերջ։ Այսինքն այդ մարդիկ նայում են, չասում են, դուք ով եք։ Ով ձեզ հարգելու ընդհանրապես։ Էլի կարելի է գնալ Դավոս։ Էլի կարելի է Ալիևի հետ նստել նույն պլատֆորմում, նույն տեղում։ Հա, բայց պարտադիր է այտենց ոտնատական գնել, այտենց շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն։ Ինչ է արել Ալիևը քո համար, որ շնորհակալություն։ Հաղթել է ձեզ, հա։ Մեզ բոլորիս, հա մենք պարտվել ենք, հա այդ պարտությունն է պատվով կարելի է ընդունել։ Պարտությունն էլ կարելի է պատվով ընդունել ու ապագայում հաղթել։ Ոչ հաղթանակն ենք կարողանում մենք նորմալ մարդավարի պատվով ընդունենք, ոչ պարտությունն ենք կարողանում պատվով ընդունել։ Վերջում հանգում ենք այս բանը, այս խառնի ճաղանջը, ջարդու փշուր եղած այս վիճակին։ Հետ գալով Միքայել Սրբազանին ես կարծում եմ, որ մեզ պետք է նաև հենց այդ ազգային, մեր ինքնության, մեր կրոնի, մեր հավատքի, մեր ճշտի, մեր հայկական խոսույթի պաշտպանության վերաբերյալ ունենալ հստակ համախմբում։ Մարդկանց հուզող հարցերը սրանք են։ Ես գիտեմ, որ օրինակ ես որ խոսում եմ, որ թոշակները չեն բարձրացել, այո, շատ-շատերը լավ արձագանքում են։ Բայց ավելի շատ մարդիկ արձագանքել են, գիտեք երբ, երբ որ Արարատ լեռը որպես սիմվոլ հանվել է անձնագրի մեջ տեղադրվող կնիքի վրայից։ Որտեղ էմոցիան տեղ է։ Էմոցիան տեղ է։ Շարժող է դա, չէ՞։ Որովհետև մարդը հասկանում է, ասում է, լավ, այն տարիներ ա եղել էլեկտրաէներգիա չենք ունեցել, տարիներ ա եղել փայտով ենք տաքացել։ Ես ինքս ծնվել եմ Վանաձորում, երկրաշարժի ժամանակ առաջին դասարան էի, ես Վրաններում եմ դպրոց գնացել, ես գետնին եմ քնել, խոտերի մեջ ես մանկություն նորմալ չեմ տեսել։ Այսինքն, բայց ես իմացել եմ, որ ես ներկայացնում եմ մի հատ հպարտ, հզոր, աշխարհասփյուր ազգի եմ ես ներկայացնում եւ մենք ունենք որոշակի բաներ, հարցեր, խնդիրներ մեր տարածաշրջանում եւ այդ հարցերն իրաց պատասխանները պետքա ստանան։ Հիմա օրինակ ցեղասպանությունը, որ ուսումնասիրում ենք, ինչի մասին է։ Օսմանյան կայսրության ղեկավարությունը տվյալ պահի որոշել է, որ հայերը այսքան տեղը շփտի ապրեն, օրինակ, չէ՞, ու ունեն այսքան գույք, եթե պիտի ձեռներից վեկալեն։ Ինչ են արել։ Էլիտային սպանել են, հետո ուղարկել են դեպի անապատներ, ճանապարհներին կոտորել են, ով փրկվել, ով չի փրկվել։ Բայց որոշումը ի՞նչն է, որ հայերը այդտեղ չպիտի լինեն, չէ՞։ Հիմա հարց եմ տալի, որ Ադրբեջանն ասում է, մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, թրիփով, Տրամպի անվան ճանապարհով, իրանց ասած Զանգեզուրի միջանցքով։ Մենք չպետք է հայերի այդտեղ տեսնենք։ Դա նույն տրամաբանության մասին, չի։ Չպետք է տեսնենք հայերին։ Ու մենք տարբերակներ հնչեց այդպիսի խոսք ալի։ Հնչել է եւ նաեւ Ռուբիոյի եւ Միրզոյանի միջև ստորագրված հրապարակված այդ մեմորանդումը, դա ուղղակի զուտ մտքերի բանա, բայց հիմնական ամբողջ այդ մանրամասներն երևում է թե ինչի է դա միջանցք, այդ դրա մասին է։ Եվ Ալիևը եւ ադրբեջանական փորձագետներն ասում են մեր պայմանները բավարարված են։ Մենք այդտեղ անցնելու ենք, չենք տեսնելու ոչ մի հայ, որտեղ լինելու են ինչ որ ուրիշ ազգերից վերցված մարդիկ, ովքեր այդ տարածքը սպասարկելու են։ Այդքան բան։ Ոստեղ ասենք ռոպագանդա է գնում Հեմեկով, բանով, Պետրոսներով, բանով, որ այն չեք ասում, բան սա լավ է, սա ցենտր է, ծափ տվեք։ Հիշեցիք Բեդրոս Ղազարյանին, գիտեք, ուշադրությունս գրավեց երեք էր, առաջի օրն էր ցեզի որպես բլոգեր գտնունի, ոչ
բլոգեր արևելայերենով։ Ինձ ուղարկել էին, ինչ որ հարցազրույց հատել, հա, ուրեմն նայ։ Ինչ է ծեր դարագայթությունը մամուլի 2023 թվականի նոյեմբեր ամսից ինձ հանրային հեռուստաընկերություն չեն հրավիրել։ Պետրոսը կոնկրետ իր հաղորդմանը։ Եվ ես գիտեմ, որ ինքը չի կարող ինձ հրավիրել։ Մենք կարող Պետրոսին մեղադրել, եւ ինքը ունի մեղադրելու լիքը տեղեր, բայց ինքը չի կարող ինձ հրավիրել, որտեվ այդ արգելքը դրված է իր վրա։ Հիմա ինքը որպեսի դա շրջանցի, ինչ որ հարցազրույց է տալուց եղել, ասում են, բա անդիմությանը չեք հրավիրում, ասում են, ոչ չենք հրավիրում, բան, դե ասում են Էդմոն Մարուկյանին չես հրավիրում, կոնկրետ երիտասարդ լրագրողներին, ու այդ երիտասարդ լրագրողները իրան նեղը գցեցին։ Այդ մեծն այդ հզոր Պետրոսը հունից դուրս եկավ։ Եվ վերջը ինչ շատ ասում է չեն հրավիրում, որտեղ ինքը բլոգեր է։ Ինքը ինչ նկատի ունի, որ ես ժողովրդի մեր հետևորդների հետ խոսում եմ YouTube-ի կամ Facebook-ի մեր ալիքներով։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը առավոտները սրտի կանեմ, բար լուսրի գունը բարի գիշեր, ասենք բան այսօր 3 անգամ տուալետ եմ գնացել, հետո նվագում ա ժողովրդի մար, հետո նվագելու հրավիրեմ, հետո վերջը, այս Նիկոլ Փաշինյանը բլոգեր չի։ Բոլոր մինիստրներին ասել են ամեն օր պետքա ռիլ նկարեք, շորթեր նկարեք, իրանք բլոգեր չեն։ Բան Էդմոն Մարուկյանը բլոգեր է, նա բլոգերների մեջ վատ բան չկա, բայց դա քաղաքական գործիք է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, այսինքն Պետրոս Ղազարյանը մտածում է, որ այնքան է իրանց իշխանությունը սանձերը կտրել իրա, որ իրանք կարան որոշեն ով է սրբազան, արքեպիսկոպոս, ով չէ, ով է կաթողիկոս, ով չէ, ով է կուսակրոն, ով է խախտում։ Ասենք ով խախտում է, մենք իրենք խախտում են, իրանք ասում են, այս արդեն այսօրից չի խախտում, մենք ենք որոշել, ինքը չի խախտում, եւ դա դառնում է չխախտող։ Ով որ իրանք գտնում են խախտող, ասում են, այնա խախտողը։ Իրանք են որոշում բանը թեմի առաջնորդն ով է, ով չի, ու այդ կոնտեքստում այնքան են երես առել, կոնկրետ հենց ինքը Պետրոսն էլ։ Ինքը իր ասաղ ղեկավարները, որ ոչ միայն ՀՄԿ հանրային հեռուստաընկերությունը սարքել են ՔՊ-ի մի հատ սովորական մամուլի բան կենտրոնի, ասենք, բանը։ Այսօր բացվեց ՔՊ-ի երիտմիության գրասենյակը, նայում եմ, ասենք, լուրը, բայաս Telegram ալիքով ես ստանում։ Այսինքն բոլոր կուսակցությունների բաները երիտմիությունը բացելուց է մեկը լուսաբանում է, որ ձեր լուսաբանում է։ Այդ ցանցերն այնքան են կտրվել, ինքը ասում է, ինքը որոշում է, ինքը ուզում է որոշի, որով է Հայաստանում քաղաքական գործիչ ով բլոգեր, ասում են քաղաքական գործիչ չի։ Այստեղ շատ կարևոր բանն է, որ իրանք արձանագրել են, արձանագրում են, որ իրանք վախենում են մեզանից։ Եվ դա լավ է։ Արձանագրումս դա է, մենք եթերի կարիք չկա քաղաքական գործիչ, լավ sense ասեմ, որ եթերի կարիք չունի։ Լավ, ունենք եթերի։ Անգեղծ եք։ Այո, բայց մենք այդ հարցը լուծել ենք։ Մենք այդ հարցը մենք կախված չենք Պետրոսներից, իրանց ժողովրդի հարկերի հաշվին 44 միլիոն դրամ ստացող Պետրոսից, որը ժողովրդին չի սպասարկում։ Օրինակ Պետրոսի եթերում ադրբեջանցիներ են խոսում։ Ադրբեջանցիներ խոսում են, բայց Մարուկյանը չպետք է խոսա։ Դա է Պետրոսը, այս ժողովրդի համար։ Հիմա մենք ունենք այս ժողովրդին միշտ էլ կոչեմ, այլ հիմա էլ ձեր ալիքում եմ կոչանում, որ միանան ձեր YouTube-ի ալիքին, այո, միանան ձեր YouTube-ի ալիքին, միանան մեր YouTube-ի ալիքին, որովհետև Ժորժ ջան, դրանք չունեն հնարավորություն սահմանափակելու այդ մասով։ Վերջին հարցս, պարոն Մարուկյան, եկեղեցի իշխանություն պայքարը թեպի ուր։ Մենք դարբեր փոփոխություններ նկատեցինք, եպիսկոպոսներու միացում, հետո քահանաներու հագաստեցություն եւ փոխհագաստեցություն, այսօր գարտացի, որ Մայրաթորի նախաձեռնությամբ եպիսկոպոսական ժողով Զվիցերիայում առաջիկա ամիս։ Ի վերջո այս պայքարը թեպի ուր կերտա։ Տեսեք, սրա մասին շատ ենք խոսել, այն ունի եւ ներքին սպասարկու, եւ արտաքին սպասարկու, եւ Փաշինյանը փորձում է նախ ունենալ իր համար այնց հայաստանյան եկեղեցի, որը զուտ իր ենթականա, ինքը ինչ կասի, որ մյուս հանդիպումներին ասեն շնորհակալ ենք Իլհամ Ալիև։ Օրինակ, եթե Գարեգին երկրորդը չի ասում, եւ հույս ունեմ չի ասի երբեք։ Այ ինքը ուզում է ունենա մարդը հանրապետության նախագահանից ձևի, գնացա Դավոս, ասելա Դավոս։ Ոչ մի բանով աչքի չինգե, բայց այնտեղ Ալիևին շնորհակալ։ Ա հերիքա արա քաշգա կարա, հերիքա ոտնատակ ընկնե կարա։ Ես զզվում եմ, ամաչում եմ, որ դուք եք ինձ ներկայացնում։ Եվ այդտեղ ինչ են իրանք ուզում։ Իրանք ուզում են, որ նաեւ հոգեվոր իմաստով մեզ ներկայացնի մի հատ անինքնասեր մեկը։ Էդ են ուզում իրանք։ Իրանք ուզածը դա է, որ գլուխը կախ հանգիստ ազգային որևէ հարցից չխոսա, չասի որ ախպերը ոնց եղավ որ 300 վանք են կորցրել Արցախում։ Կանդում են վանքերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը կանդում են։ Ձեն չանի, ծպտուն չանես։ Չդիմես ՄԱԿ, Ֆրանսիա, դատարան, չգիտեմ ինչ, հա, ծպտուն չանես։ Այդ է ուզում։
ներքաղաքական իմաստով, իրական ֆորտի։ Արտաքին քաղաքական իմաստով մեր ճշնամիները լավ գիտեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեծ հայկական, ամենամեծ հայկական ցանցն է, նետվորքն է, որ եթե պետություն եկեղեցի շահեր համադրվում են, իշխանություն եկեղեցի պետություն, դրանք համադրված գիտեք ինչ հզոր աշխատանք է տարվում դիվանագիտական մեր պետության համար։ Դա որոշում են դա որ քանդվի։ Այդ պատվերը նաև իջացված է։ Հիմա Փաշինյանը մտավ process-ի մեջ եւ ջախջախվեց, հասկացավ որ ոնց որ տեղ չի հասնում, բայց ընտրությունները մոտենում են։ Հիմա ինքը ինչքան այդ process-ը սրի, այնքան հակառակ բևեռում էլեկտորատը ակտիվանում։ Այդ ակտիվացված էլեկտորատը իր դեմ է քվեարկելու։ Հիմա այդտեղ հարցը առաջանում, լավ, ինքը ինչ անի։ Իմ ընկալմամբ ինքը դադարացնելու հրապարակային այս պայքարը, time out հավերցնելու, զվուկը դրա նվազեցնելու է եւ փորձելու է արդեն ընտրություններից հետո մտնի ուղակի այնտեղ կալանավորում իրականացնել եւ վերջ։ Դա ուզում էր անի հիմա, բայց հասկացել է, որ իրան իր հուսով եմ իր ինչ որ սոցիոլոգներ, ուսումնասիրողներ ասել են, որ չէ ոնց որ համդուս է գալի, այտենց լավ չի է քո համար, հիմա զվուկը ուզում է իջացնի։ Իսկ դա ոնց է անում։ Օրինակ, ամեն անգամ որ ինքը գնացել է պատարակի, հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթեր է արել։ Ուղիղ հեռարձակում։ Facebook-ի իր էջը ուղիղ հեռարձակում։ Հիմա նայեք, տեսեք նախորդ պատարակին, որ գնացել է, կա այդ ուղիղ հեռարձակումը, թե ոչ, կամ եկող Կիրակի օրվանը կլինի, թե ոչ։ Այսինքն հստակ մշակված քաղաքականություն է վարվում։ Ինչ վերաբերում է վեհապարի կողմից հրավիրված եպիսկոպոսատ ժողովին, որը արտերկրում է անում։ Ես հասկանում եմ, որ պատճառն իշն է, որ Հայաստանում պայմաններ չկան, դա անելու էս պահին։ Ինչու՞, որովհետև տերոր է տեղի ունենում, ահաբեկում են բոլորին եւ խանգարում են ամեն կերպ գրանցված օրինական կրոնական կազմակերպության գործունեությունը, որը հանցագործություն է։ Ով որ դա անում է, հանցագործ է։ Բայց նա ուզում է դա անել դրսում։ Ես տեսնում եմ, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա դրսում տեղի չունենա։ Օրինակ, կարող են քրեական գործառույցել եւ մուտքը փակել մասնակիցների, այդ թվում նաեւ կաթողիկոսի։ Եվ նա չկարողանա երկիրը լքել, որ գնա ժողովին մասնակցի։ Ուրիշ մեթոդներ էլ ունեն, որ կարող են խանգարել։ Հիմա բոլոր մեթոդները դրված են ի գործ, այսինքն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Այսօր եղավ այդ եպիսկոպոսների հայտարարությունը, որ մենք պահանջում ենք, որ չարվի Հայաստանից դուրս, հա, ասենք դե մի դժվար է, պետք է ասեն Ռուսաստանի համար անում, հա, չէ, բայց ժողովը հրավիրվել է որտե՞ղ, Ավստրիա ոնց որ, չէ։ Շվեյցարիա։ Ամեն դեպքում եվրոպական ինչ որ երկրում, հա հիմա դե ոնց ասեն, դա չեն կարողանում ասել, հիմա պետք է փորձեն բան անել, ինչ որ կերպ խոչընդոտեն։ Ես կարծում եմ ամեն կերպ խոչընդոտվելու է։ Այս բուն բայկարի հիմքը ծեր գարձիկով նաև ինչ որ քաղաքական անհանգստություն կա Փաշինյանի կողմէ, որ կաթողիկոսը շարունակեց Արցախի թեման բանանել։ Վստահաբար։ Այդ մեկը կա։ Վստահաբար։ Դա խանգարում է իր վարած արտաքին քաղաքականությանը, եւ ասեմ, ցանկացած մարդ, որ իրան զգում է որոշակի ազգային ինքնության պահպանության կոնտեքստում, այդ մարդը խանգարում է։ Ուղղակի հիմա այդ մարդը սովորական մարդ է, մի բան է, կամ քաղաքական գործիչ է, մենակ կամ վեհապար հայրապետն է, ամենայն հայոց, այդ լրի ուրիշ բան է։ Դրա համար իրան խանգարում է դա։ Անգերտ զրույց էր, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Էդմոն Մարուկյանն էր, Լուսավոր Հայաստան գուսակցության առաջնորդը, նաև օրտորս ծերվի հետևեցեք մեր ալիքին, միացեք մեր ալիքին, լայք մսեղմեցեք, մեկնաբանեցեք եւ դարազեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի լցես։